ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնի, չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, շատ արդյունք կտա։ Մովսեսը ասում էր, Սաղմոսներից մեկի մեջ ասում էր, ինչ է մարդու կյանքը, 70 եւ եթե ավելի ուժեղ ես, զորեղ ես, 80 տարի։ Եվ հետո անցնում է եւ մենք թրջում ենք ուղակի։ Բայց ես քեզ ասեմ, որ Աստված այս աշխարհի հիմքի մեջ դրել է մի կարևոր բան, որ որպեսի ինչ-որ մի բան կենթանանա, ինչ-որ մի բանը պետքա մեռնի, որպեսի դու հավիտենական կյանքը ձեռք բերես, դու պետքա քո մեղքերը թողես, պետք է մեռնես հին կյանքիդ համար, որպեսի ապրես նոր կյանքի համար, որպեսի դու լինես հավիտենության մեջ երկնքում, դու պետքա այստեղ մարմնով մեռնես, որ հոգիդ կարողանա այնտեղ լինի, ամեն։ Չգիտեմ ոնց քո համար, իմ համար դա բարի լուր է։ Ես անհամբեր սպասում եմ այդ ժամանակի, որ էլ չի լինի ցավեր, էլ ուսդ չի ցավա, ծունգդ չի ցավա, մեջքդ չի ցավա, չես հուզվի, մարդկանց չես կորցնի, որովհետև լինելու է հրաշալի ժամանակ։ Ապրեք այդ դրանով, սիրելիներս, որովհետև մենք ունենք մեծ հույս։ Բայց ես ասեմ, սերմը մահանալու վերաբերյալ սիրելիներս, մի հատ ուղակի մտածի, եթե Ղազարոսը չմեռներ, Հիսուսը չէր փառավորվի մարդկանց առջև։ Եթե Հիսուսը 2000 տարի առաջ չմեռներ, մենք ոչ ոք մեզանից նոր կյանք ձեռք չէինք բերի։ Մենք չէինք փրկվի, մենք չէինք ձեռք բերի հորը, մենք չէինք ունենա մեր մեջ Սուրբ Հոգին, մենք չէինք ձեռք բերի Աստծո ընտանիքը, մենք չէինք ունենա ընդհանրապես հույս։ Ես չգիտեմ ինչի միջով ես դու անցնում այսօր, սիրելիս, եւ կարծես այն ինչի համար աղոթում էիր, այն ինչի համար հավատում էիր, կամ արդեն մեռել է, կամ մեռնելու վրա է։ Բայց ես եկել եմ քեզ ասեմ, մի հիասթափվի եւ մի հուսահատվի, վստահիր Աստծուն, որովհետև եթե դու Աստծունն ես, ուրեմն իմացի, որ Քրիստոսն է մեռելներին հարություն տալիս, որ նա է հարությունը եւ կյանքը։ Եթե ինչ-որ մի բան քո մոտ մեռնում է կամ մեռել է, իմացի Աստված քեզ համար ավելի լավն է պատրաստել։